Դե եթե համակարգչին հստակ ասում եք, թե ինչ պետք է անի քայլ առ քայլ, այն կարծես հանչար լինի, եթե ոչ, ուղղակի անօգնական մի սարք է։ Բայց ինչ է տեղի ունենում, երբ համակարգիչը սկսում է ինքնուրույն գրել իր կանոնները, եւ մենք այլևս չենք հասկանում, թե այն ինչպես է մտածում։ Բարի գալուստ The Debate, նյութի բազմակողմանի վերլուծություն եւ ինտելեկտուալ դիսկուրս, որտեղ միևնույն խնդիրը դիտարկվում է տարբեր, հաճախ հակադիր տեսանկյուններից։ Ողջույն բոլորին։ Շատ հետաքրքիր քննարկում է մեզ սպասվում։ Այո, այսօր մենք կքննարկենք մի հիմնարար հարց, որը, գիտեք, բաժանել է տեխնոլոգիական աշխարհը երկու ճամբարի։ Խոսքը արհեստական բանականության կամ ԱԲ-ի ու դրա ամենահայտնի ճյուղի մեքենայական ուսուցման հիմնարար տարբերությունների մասին է։ Ճիշտ է, եւ մեր այսօրվա վերլուծությունը հենվում է ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից հրապարակված մի շատ լավ նյութի վրա՝ ԱԲ ընդդեմ մեքենայական ուսուցման հիմնական տարբերությունները։ Հենց այդպես։ Ուրեմն մեր կենտրոնական հարցն այն է, արդյոք մեքենայական ուսուցումն իր այս անկանխատեսելի, բայց ադապտացվող բարդությամբ ներկայացնում է արհեստական բանականության միակ լիարժեք ապագան, թե ասենք ավանդական, կանոնների վրա հիմնված համակարգերը մնում են անփոհարինելի։ Ես անկեղծ ասած պաշտպանում եմ այն տեսակետը, որ տվյալներից օրինաչափություններ սովորելը ժամանակակից աշխարհի խնդիրները լուծելու միակ առաջադեմ մոտեցումն է։ Իսկ ես հակված եմ պնդել, որ կանոնների վրա հիմնված արհեստական բանականությունը շատ հաճախ անարդարացիորեն ստվերվում է հանրության կողմից, մինչդեռ այն կենսականորեն կարևոր է եւ երբեմն շատ ավելի գերազանցում է մեքենայական ուսուցմանը, այն ապահովում է անվտանգություն ու վերահսկողությունը այնտեղ, որտեղ մենք սխալվելու իրավունք պարզապես չունենք։ Լավ, եկեք սկսենք հիմնարար հասկացություններից։ Մեր դիտարկած նյութը առաջարկում է մի շատ բարձ տարանջատում։ Ուրեմն, արհեստական բանականությունը մեծ նպատակն է, վերջնակետը, որտեղ մեքենան կարողանում է կատարել մարդկային ինտելեկտ պահանջող խնդիրներ։ Իսկ մեքենայական ուսուցումը դրան հասնելու պարզապես տեխնիկական երթուղին է։ Տրամաբանական է։ Որպեսզի սա շոշափելի դառնա լսարանի համար, եկեք վերցնենք այն խնձոր ճանաչելու օրինակը նյութից։ Եթե մենք շարժվում ենք ձեր նախընտրած այսպես կոչված ավանդական ծրագրավորման ճանապարհով, մենք համակարգչին տալիս ենք խստակ պայմաններ։ Դե ասենք, եթե օբյեկտը կլոր է, կարմիր է եւ ունի փոչիկ, ուրեմն դա խնձոր է։ Ճիշտ այդպես։ Ու դա հոյակապ աշխատում է։ Հա, մինչև այն պահը, երբ իրական աշխարհը սկսում է միջամտել։ Ինչ է անելու ձեր համակարգը, երբ տեսախցիկի առաջ հայտնվի դեղին խնձոր։ Դե կամ կանաչ խնձոր առանց պոչիկի։ Կանոնների վրա հիմնված ծրագիր ուղղակի կուրանում է, որովհետև մարդ ինժեները չէր նախատեսել այդ կոնկրետ սցենարը։ Աշխարհի քաոսը չի տեղավորվում, եթե ապա կանոնների մեջ։ Մեքենայական ուսուցումը սա վերացնում է լրիվ այլ մեխանիզմով։ Մենք համակարգին ցույց ենք տալիս խնձորի 1 միլիոն նկար, ու ալգորիթմն ինքն է գտնում այն պիքսելների կապը, որը սահմանում է ինչ բան է խնձորը։ Գիտեք, ես այլ կերպ եմ մոտենում այս հարցին։ Խնձորի օրինակը գեղեցիկ է, համաձայն եմ վիզուալ խնդիրները բացատրելու համար, բայց դա չի ընդգրկում ԱԲ-ի ամբողջ սպեկտրը, կամ բազմաթիվ ոլորտներ, որտեղ անորոշությունն ու մեքենայի այդ ինքնուրույն սովորելը ոչ թե առավելություն են, այլ ուղղակի վտանգ։ Օրինակ, նյութում խոսվում է փորձագիտական համակարգերի մասին։ Վերցնենք բժշկական ախտորոշման համակարգերը։ Եթե մարդու մոտ կա կոնկրետ ախտանիշ եւ արյան կոնկրետ ցուցանիշ, ես չեմ ուզում, որ ալգորիթմը գուշակություններ անի կամ փորձի հասկանալ ինչ-որ թաքնված օրինաչափություններ։ Հա, բայց միթե բժշկությունը հենց անհայտ օրինաչափությունների բացահայտում չէ։ Ոչ այն դեպքում, երբ դուք արդեն ունեք հարյուրամյակների կուտակած բժշկական գիտելիք, հավանդական համակարգում բժիշկ փորձագետները գրում են հստակ կանոններ։ Եթե ցուցանիշ Ան մեծ է 10-ից, իսկ ախտանիշ Բ-ն առկա է, նշանակել այս դեղամիջոցը, ու վերջ, սա մեզ տալիս է բացարձակ կանխատեսելիություն։ Եթե համակարգը սխալվում է, դուք կարող եք բացել կոդը, գտնել այն կոնկրետ տողը, որը բերեց սխալին ու շտկել այն։ Այն շատ հեշտ դիագնոստիկայի է ենթարկվում։ Իսկ մեքենայական ուսուցման դեպքում դուք զոհաբերում եք այս թափանցիկությունը։ Համաձայն եմ, բայց տեսեք, ես հասկանում եմ ձեր փաստարկը վերահսկելիության մասին անշուշտ, բայց եկեք մի պահ պատկերացնենք այս տեխնոլոգիաները որպես ներդրված շրջանակներ կամ նույնիսկ մատրյոշկա տիկնիկներ։ Ամենամեծ տիկնիկը ԱԲ-ն է, նրա մեջ մուն է, իսկ ամենախորքում խորը ուսուցումը կամ deep learning-ը, որն աշխատում է նեյրոնային ցանցերով։ Երբ մենք խոսում ենք ժամանակակից բժշկության մասին, մենք այլևս գործ չունենք միայն արյան 1-2 ցուցանիշի հետ, չէ՞։ Դե հա, տվյալները շատացել են։ Շատ են շատացել։ Մենք գործ ունենք MRI սկանավորման հսկայական եռաչափ մոդելների,
Գենետիկական հաջորդականությունների հետ։ Ոչ մի բժիշկ չի կարող կանոն գրել, որտեղ կսվի, եթե 345-րդ պիքսելը մի փոքր ավելի մուգ մոխրագույն է, դա քաղցկեղ է։ Այդ ծավալի դեպքում մարդկային կանոններն անզոր են։ Միայն խորը ուսուցումն է ունակ մարսել այս ամենը։ Բայց ինչ գնով։ Եվ հենց այստեղ մենք բախվում ենք ամենամեծ խնդրին՝ սև արկղի կամ black box էֆեկտին։ Եթե մենք վստահում ենք նեյրոնային ցանցին այդպիսի լուրջ որոշումներ կայացնել, մենք պետք է ընդունենք, որ նույնիսկ այն ստեղծող ինժեներները չեն կարողանում հստակ բացատրել, թե մեքենան ինչպես կայացրեց այդ որոշումը։ Ստասեք, ես ուզում եմ մի պահ կանգ առնել այս կետի վրա, որովհետև ունկնդիրներից շատերի համար սա գուցե շատ տարօրինակ հնչի։ Դուք ուզում եք ասել, որ Google-ի կամ OpenAI-ի նման կորպորացիաների ինժեներները տարածիորեն չգիտեն, թե իրենց գրած կոդն ինչպես է աշխատում։ Ինչպես է դա հնարավոր տեխնիկապես։ Սիրով կբացատրեմ։ Եկեք մի պարզ անալոգիա բերեմ։ Կանոնների վրա հիմնված ավանդական համակարգը նման է տորտ թխելուն հստակ բաղրատոմսով։ Դուք գիտեք, որ գցել եք 2 ձու ալյուր եւ շաքարավազ, եթե տորտը քաղցր չէ։ Գիտեք, որ պետք է շաքարավազն ավելացնել։ Հենց այդպես։ Դա թափանցիկ է։ Մինչդեռ խորը ուսուցման նեյրոնային ցանցը նման է արդեն թխված պատրաստի տորտը համտեսելուն։ Ու այդ համտեսելով դուք փորձում եք դուրս բերել ոչ միայն բաղրատոմսը, այլև գուշակել, թե ջեռոցում 30 րոպեի ընթացքում ջերմաստիճանի փոփոխության արդյունքում ինչ քիմիական ռեակցիաներ են տեղի ունեցել սպիտակուցների միջև։ Վաու, հետաքրքիր համեմատություն է։ Միլիոնավոր, իսկ հիմա արդեն միլիարդավոր մաթեմատիկական հանգույցներից, նեյրոններից, որոնք միացած են քաշերով։ Երբ ալգորիթմը սովորում է, այն ինքնուրույն փոխում է այդ քաշերը։ Ինժեները գրել է միայն այն մեխանիզմը, որով ցանցը սովորում է, բայց նա ֆիզիկապես ի վիճակի չէ հետևել միլիարդավոր հավասարումների տրանսֆորմացիային։ Այսինքն նրանք վերահսկում են ուսուցման process-ը, բայց ոչ բուն տրամաբանությունը։ Ճիշտ է։ Եվ երբ նեյրոնային ցանցը սխալվում է բժշկության մեջ կամ ինքնակառավարվող մեքենաների դեպքում, վթարի ենթարկելով հետիոտնին, մենք չենք կարող բացել կոդն ու ասել՝ ահա, 73-րդ տողում սխալ կար։ Սա իրավական եւ անվտանգության մղձավան չէ։ Ես հասկանում եմ, թե ինչու եք այդպես մտահոգված, սև արկղի էֆեկտը իրապես մարտահրավեր է, բայց դե թույլ տվեք այլ հերանքար առաջարկել։ Այո, մենք չենք կարող հետևել միլիարդավոր քաշերի շարժին, բայց միթե մարդկային ուղեղն ինքնին սև արկղ չէ։ Ինչ իմաստով։ Դե ասենք, երբ փորձառու բժիշկը նայում է հիվանդին եւ ինտուիտիվ զգում է խնդիրը, հիմնվելով իր 20 տարվա փորձի վրա, նա էլ չի կարող տրամաբանորեն բացատրել իր ուղեղի նեյրոնների աշխատանքը։ Որպեսզի լիովին ընկալենք, թե որքան հզոր է այս մոտեցումը, եկեք խոսենք այն մեխանիզմների մասին, թե ինչպես են այս համակարգերը սովորում, որը շատ լավ վերլուծված է նյութում։ Լսում եմ ձեզ։ Գոյություն ունի մեքենայական ուսուցման 3 հիմնական մոտեցում։ Առաջինը վերահսկվող ուսուցումն է կամ supervised learning։ Մենք համակարգին տալիս ենք պիտակավորված տվյալներ, օրինակ spam ֆիլտրերը։ Մենք ցույց ենք տալիս 100,000 նամակ, ասում սա spam է, սա ոչ։ Ալգորիթմը վերլուծում է ու ստեղծում մոդել, որը նոր նամակ տեսնելիս արդեն գիտի դրա spam լինելու հավանականությունը։ Թիք, սա ահռելի ձանձրալի մարդկային աշխատանք է պահանջում։ Եթե մարդը սխալ է պիտակավորում, մեքենան սովորում է այդ նույն սխալը։ Լիովին ճիշտ եք։ Եվ հենց այդ պատճառով էլ մեքենայական ուսուցումը զարգացավ դեպի երկրորդ մեթոդը՝ չվերահսկվող ուսուցում։ Այստեղ տվյալները արդեն պիտակավորված չեն։ Պատկերացրեք Amazon-ի նման e-commerce հսկաներին։ Ահա, որոնք ունեն տվյալների անվերջ օվկիանոս։ Այո, նրանք ունեն միլիոնավոր գնորդների վարքագծային տվյալներ, բայց չունեն նախապես որոշված խմբեր։ Չվերահսկվող ուսուցման ալգորիթմը սկսում է ինքնուրույն խմբավորել մարդկանց։ Կարող է պարզվել, որ մարդիկ, ովքեր գիշերը ժամը 2-ին գնում են ականջակալներ, հակված են գնել էներգետիկ ըմպելիքներ։ Մարդ ինժեները երբեք չէր մտածի նման կանոն գրել։ Դա տպավորիչ է անկասկած, բայց եկեք անցնենք երրորդին, որը կարծում եմ ամենաշակ թյուրըմբռնումներն է առաջացնում հանրության մոտ՝ խրախուսման վրա հիմնված ուսուցում։ Սա իմ ամենասիրելի մեխանիզմն է։ Սա այն է, ինչով Google-ի AlphaGo-ն հաղթեց Go խաղի աշխարհի չեմպիոնին։ Համակարգը խաղի ռազմավարության մասին բան չգիտի։ Գիտի միայն կանոնները ու նպատակը հաղթել։ Ալգորիթմը խաղում է ինքն իր հետ միլիոնավոր անգամներ։ Հաղթելիս ստանում է միավոր, սխալվելիս տուգանք։ Այդպես նա հարմարեցնում է իր պարամետրերը։ Հետաքրքիր միտք է, թեև ես դա մի փոքր այլ կերպ կձևակերպեի։
Մենք ասում ենք սովորում է փորձի միջոցով եւ մարդիկ մտածում են, որ համակարգիչը տառացիորեն նստած մտածում է, բայց իրականում դա ընդամենը կորստի ֆունկցիա է, loss function։ Այստեղ գիտակցություն չկա։ Դե պարզ է, որ գիտակցություն չկա։ Եվ սա ինձ բերում է Նյութի մի շատ կրիտիկական կետի՝ ձեր թվարկած բոլոր օրինակները, spam ֆիլտրը, հաճախորդների խմբավորումը, AlphaGo-ն, դրանք բոլորը վառ օրինակներ են այն բանի, ինչը կոչվում է նեղ արհեստական բանականություն կամ narrow AI։ Այսինքն նշանակում է, որ դրանք նախագծված են լուծելու միայն մեկ կոնկրետ խնդիր։ Ճիշտ այդպես։ Խնդիրը տեխնիկական եւ ռեսուրսային սահմանափակումն է։ Հասարակությունը կարծում է, թե եթե ալգորիթմը հաղթեց շախմատում, ուրեմն մեկ քայլ է մնում, որ այն ինքնուրույն լուծի գլոբալ տաքացման հարցը։ Բայց մաթեմատիկական տեսանկյունից նեղ ԱԲ-ն գերված է իր իսկ տվյալների մեջ։ AlphaGo-ն հանճար է խաղատախտակի վրա, բայց եթե խնդրեք նրան տարբերել կատվին շնից, նա կդրսևորի զրոյական ինտելեկտ։ Բայց արդյոք դա խնդրեմ է։ Ինչ չի համոզում այն դիրքորոշումը, թե նեղ ԱԲ լինելը թերություն է։ Հենց այդ նեղ նպատակային խնդիրներն են լուծում տնտեսության մարտահրավերները։ Մեր աշխարհը բաղկացած է միլիոնավոր նեղ խնդիրներից։ Եվ այստեղ ես ուզում եմ խոսել գործնականության մասին։ Ինչու է ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը EIF-ը Հայաստանի նման երկրում այսքան ագրեսիվ խթանում հենց մեքենայական ուսուցման ծրագրերը։ Ենթադրում եմ, որովհետև դա հիմա թրենդային է եւ գրավում է ներդրումներ։ Ոչ միայն, այն շատ ավելի խորքային պատճառ ունի։ Մեքենայական ուսուցումը, գիտեք, մեծ հավասարեցնող է։ Ծանր արդյունաբերությունը պահանջում է գործարաններ, միլիարդների ենթակառուցվածք։ Իսկ ինչ է պահանջում ՄՈՒ-ն՝ խելացի ուղեղներ, մաթեմատիկա եւ անպային հաշվողական հզորություններ։ Սա հնարավորություն է տալիս ստեղծել գլոբալ մրցունակ պրոդուկտներ, հենվելով այն բանի վրա, որ ալգորիթմները սովորում են օգտատերերի տվյալներից անընդհատ։ Ես գնահատում եմ այդ տեսլականը եւ լիովին պաշտպանում եմ կրթական ներդրումները։ Բայց ձեր փաստարկում կա մի խոցելի կետ։ Դուք նշեցիք անպային հաշվողական հզորություններ։ Եկեք խոսենք դրա իրական գնի մասին։ Դե խոսենք։ Աղբյուրն ուղղակիորեն շեշտում է, որ մեքենայական ուսուցումը միշտ չէ, որ օպտիմալ ընտրություն է։ Ինչու՞, որովհետև նեյրոնային ցանցեր մարզելու համար պահանջվում է հսկայական հզորություն, հազարավոր գերհզոր պրոցեսորներ, որոնք աշխատում են շաբաթներով։ Դա արժանում է միլիոնավոր դոլարներ։ Բայց երբ մոդելն արդեն մարզված է, դրա կիրառումը շատ ավելի էժան է։ Էժան է, բայց ոչ այնքան էժան, որքան կանոնների վրա հիմնված համակարգերը։ Վերցնենք պարզ GPS նավիգացիան։ Որպեսզի GPS-ը հաշվարկի ամենակարճ ճանապարհը, նրան պետք չէ միլիարդավոր պարամետրերով նեյրոնային ցանց։ Նրան պետք է դասական ալգորիթմ, օրինակ Dijkstra-ի ալգորիթմը, որն աշխատում է հստակ մաթեմատիկական քայլերով եւ գրեթե ոչինչ չի պահանջում հաշվողական տեսանկյունից։ Եթե բիզնեսը կարող է խնդիրը լուծել $100 արժողությամբ կոդով, ինչու ծախսի 100,000 մու մոդել մարզելու համար։ Հաճախ մարդիկ մեքենայական ուսուցումը դիտարկում են որպես մուրճ ու փորձում դրանով խփել ամեն մի պտուտակի։ Նույնիսկ երբ պտուտակահանը կա ու հրաշալի աշխատում է։ Դա փայլուն ձևակերպում է, իրոք։ Մուրճի եւ պտուտակահանի անալոգիան ցույց է տալիս պրակտիկ կողմը։ Բայց արդյոք ժամանակակից պրոդուկտները ընտրում են միայն մեկը կամ մյուսը։ Ինչպես նշվում է մեր նյութի վերջում, ժամանակակից լավագույն լուծումներն իրականում գտել են այս երկու մոտեցումների միաձուլման կետը։ Լիովին համաձայն եմ։ Հիբրիդային մոտեցումն է այն, ինչ աշխատեցնում է մեր աշխարհը հիմա։ Եկեք դիտարկենք առաջարկությունների համակարգերը, օրինակ Netflix-ը, որպեսզի համակարգը հասկանա ձեր ճաշակը, այն օգտագործում է խորը ուսուցում, Բայց արդյունքները ֆիլտրվում են կանոններով։ այո, որպեսզի ալգորիթմը պատահաբար չառաջարկի բռնություն պարունակող վիդեո մանկական հաշվին, համակարգի վերևում դրվում է մարդու կողմից գրված կանոն, եթե տարիքը փոքր է 12-ից արգելափակել այսինչ պիտակով տեսանյութերը։ Այստեղ մուն ապահովում է ճկունությունը, իսկ կանոնները անվտանգության գոտին։ Դա հիանալի օրինակ է, որը հենց ապացուցում է իմ գլխավոր պնդումը։ Կանոնների վրա հիմնված համակարգերը հնացած մասունքներ չեն։ Առանց դրանց մեքենայական ուսուցումը կլիներ անվերահսկելի։ Մենք պետք է ունենանք թափանցիկ երկաթբետոնյա կանոններ, որոնք կսահմանափակեն մեքենայի անկանխատեսելիությունը։ Դե ինչ, մենք արդեն մոտենում ենք մեր քննարկման ավարտին։ Այս երկխոսությունը եւս մեկ անգամ ցույց տվեց խնդրի ներբերանգները։ Եթե ամփոփելու լինեմ իմ դիրքորոշումը, ակա անկախ իր բարդություններից, մեքենայական եւ խորը ուսուցումները այն շարժիչներն են, որոնք մղում են տեխնոլոգիական հեղափոխությունը։ Դրանք հաղթահարում են մարդկային կանոնների սահմանափակումները, սպասարկելով աշխարհի իրական քաոտիկ բարդությունը։
Իսկ իմ եզրահանգումը մնում է հավատարիմ ինժեներական խստությանը։ Այո, մեքենայական ուսուցումը հզոր գործիք է, սակայն կանոնների վրա հիմնված համակարգերը ապահովում են խիստ անհրաժեշտ անվտանգություն ու թափանցիկություն դիագնոստիկայի համար։ Այնտեղ, որտեղ սխալի ռիսկերը բարձր են, մարդկային հստակ ցուցումները մնում են ամենավստահելի ուղեցույցը։ Եվ ահա այստեղ մենք ունենք համաձայնության եզրեր։ Արհեստական բանականությունը մեկ մոնոլիթ չէ, այլ մի ամբողջական հովանոց է, որի տակ տեղավորվում են եւ ավանդական կանոնները, եւ ժամանակակից նեյրոնային ցանցերը։ Հենց այս ընկալումն է մեզ թույլ տալիս տարբերակել մարքեթինգային չափազանցությունները իրական հնարավորություններից եւ վերջապես չվախենալ գիտաֆանտաստիկ կինոյի սցենարներից։ Ինչպես միշտ մենք այստեղ չենք հայտարարում հաղթողներ կամ պարտվողներ։ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հրապարակած նյութում եւ ընդհանրապես այս թեմայում դեռ շատ բացահայտելու բան կա։ Մենք խրախուսում ենք մեր ունկնդրին շարունակել ուսումնասիրել եւ մտորել։ Եվ թողնում ենք ձեզ բաց հարցով, երբ փորձում ենք մոդելավորել բանականությունը մեր ապագա համակարգերում, ի՞նչն է ի վերջո ավելի մոտ կատարելությանը՝ զինել մեքենային անթերի բաղադրատոմսով, թե ստեղծել միջավայր, որտեղ այն կսովորի աշխարհի քաոսից։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք այս դիսկուրսում։ Մինչ նոր հանդիպում։